Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը։ Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը մարզպետ Դավիթ Արուշանյանը ամփոփեց թիմ ընտրությունների արդյունքներն ու նկատեց՝ Գյումրու կառավարման ճակատագիրը հայտնի կլինի ապրիլի 16-ի կայանալիք ավականու նիստին։ Ընտրություններն անցել են լեգիտիմ, արդար, ազնիվ, որովհետև բողոքարկում չի եղել, որովհետև խնդիր ընտրությունների ընթացքում չի արձանագրվել կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Օրակարգում նախ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի առաջին եռամսյակի կատարման արդյունքներն էին։ 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 82.4%-ով։ Նախատեսած 1 միլիարդ 50 միլիոն դրամի դիմաց սեփական եկամուտներից գանձվել է 865 միլիոն 759 հազար դրամի չափով գումար։ Ընդամենը սեփական եկամուտների թերակատարումը կազմում է 174 միլիոն դրամ։ 25 թվականի առաջի եռամսյակում փաստացի ավել գումար է հավաքագրվել նախորդ տարվա համեմատ մոտ 50 միլիոն դրամի չափով։ Տոկոսային առումով 6.1% նախորդ տարվա առաջի եռամսյակից ավել գումար է հավաքագրվել 25 թվականին։ 2024 թվականի ընթացքում Շիրակի մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերի եւ 2025 թվականի համար ներկայացված ամբողջական փաթեթների վերաբերյալ զեկույցը ներկայացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ Ասեմ, որ 24 թվականին ֆինանսավորվել է 41 ծրագիր 107 ենթածրագրերով, որի ընդհանուր արժեքը կազմել է 7 միլիարդ դրամ։ Ընդ որում, ինչպես տեսնում եք, սայկաշարով կառավարության համամասնությունը ամենամեծ մասնաբաժինը ունի 53.2%, 3.7 միլիարդ դրամի չափով։ 25 թվականին ներկայացրել ենք 31 ծրագիր 132 ենթածրագրերով։ Տեսնում ենք, որ միայն ներկայացվել է 81 միլիարդ դրամ, որը իրականում նախորդ տարվա համեմատ ավելի բարձր ցուցանիշ ունենք։ Կառավարության համամասնությունը 56.6%, 4.6 միլիարդ դրամ եւ համայնքի համամասնությունը 42.9%, 3.5 միլիարդ դրամի չափով եւ այլ ներդրող 36.2 միլիոն 0.5%։ Մարզպետ Արուշանյանն իր հերթին ընդգծեց, չնայած սուբվենցիոն ծրագրերի տարեցտարի ավելացմանը, այդ ցանկում չկան մարզադպրոցներ, մշակույթի կենտրոններ, կանաչ տարածքներ, պուրակներ եւ այլն։ Կարելի է մեր փողոցում պակասներ միան սպորտ դպրոց կառուցել, նայեք սպորտ դպրոցները չկան մեջ էջմեգի։ Չկան կանաչ տարածքները, այգիները չկան։ Շիրակի մարզում Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի ռոռոկման պատշաճ կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքները շուտով կմեկնարկեն։ Մարզում 2025 թվականի բերքի տակ կատարվել է շուրջ 9808 հեկտար աշնանացանց օրինիցանք, որը ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել։ Ռոռոկման սեզոնի ընթացքում ռոռոկման ջրի տրամադրման գործընթաց նախապան իրականացնելու նպատակով սույն թվականի մարտի առաջի 10-օրյակից Շիրակի մարզ ջրանցքով կատարվել է ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Կառնուտում եւ մյուս ջրամբարներում ունենք ավել ջուր կուտակված։ Գյուղոլորտում հատուկ ուշադրություն դարձվեց նաև սպանդանոցների, մասնավորապես շարժական սպանդանոցների կառուցմանը։ Սպանդանոցներ գործող էլի չունենք, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը հնարավորինս պայմանները, աջակցությունները, ամեն ինչը փոփոխել է, որպեսզի կարողանան մասնավորը նաև համայնքները կարողանան սուբվենցիայով կամ իրենց ունեցած միջոցներով սպանդանոց ձեռք բերել։ Հիմի հստակ ինչ ունենք ու ինչ ենք ակնկալում սպանդանոցների հետ կապված։ Սպանդանոցների հետ կապված տեսեք այն սպանդանոցները, որոնք կառուցվել են եւ նախկինում էլ չեն աշխատել, այս բանն էլ չեն աշխատում, սեփականատերերի կողմից որոշել են, որպեսզի վարձակալության տրամադրեն, իրենք այդ ճանապարհով են գնում, իսկ մեր հետ համայնքների հետ կապված այս բանին Աշոտկից արդեն ունենք հաստատված Աշոտկի մոդուլային սպանդանոցի ձեռքը բերվելու Ախուրյանի կողմից։ Ինչ միջոցներով։ Համայնքային միջոցներով, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով, այդ ծրագրով սահմանված է, որ կանխավճարի 20%-ի 80%-ը կառավարության կողմից փոխհատուցվում է եւ 10%-ային կետով փոխհատուցվում է տոկոսադրույքները, այսինքն համայնքը վճարելու է 2%-ով։ Ներկայացվեցին նաև Շիրակի մարզում 2025 թվականին իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերի եւ հողաշինության բնագավառին վերաբերող հարցերը։ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ մարզում շարունակվում է Արտուր Ալեքսանյանի անվան ըմբշամատի մարզադպրոցի շինարարության աշխատանքները։ 2025 թվականին հատկացվել է 966 միլիոն 423 հազար դրամ։
Արդիկ համայնքի Արդիկ եւ Արևշատ բնակավայրերի մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզների կառուցման աշխատանքներ։ Ծրագրերի արժեքները համապատասխանաբար 793 միլիոն եւ 813 միլիոն դրամ։ Կառուցման աշխատանքները մեկնարկել են 23 թվականին։ 25 թվականին հատկացվել է համապատասխանաբար 347 եւ 350 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 25 թվականին։ Մարզում իրականացվող այս կամ այլ շինաշխատանքների վերաբերյալ մարզպետը կարևորեց խիստ վերահսկողությունը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Հայկ Կապրելյան այսօր։